պարոն Աշոտյան, Հայաստանի եւ Եվրամիության դրոշներն են այստեղ ծածանվում, բայց երեք տեսանք, որ Եվրագագաթնաժողովը անգամ չհակադրվեց, որևէ բառ իսկ չասեց Արցախի ժողովրդի իրավունքների մասին, երբ Ալիևը այսպես հաթաթաներ է հնչեցնում բացահայտ, ավելին ներկայացուցիչներից մեկը նշեց, որ Հայաստանը այլևս այնքան ժողովրդավար է, այնքան Ռուսաստանից կախված չէ, որ նոր են սկսել եվրոպացի պաշտոնյաները Հայաստան գալ։ Այս երկու այսպես կոչված հայտարարություններին ինչպես եք վերաբերել։ Նախ եւ առաջ ուզում եմ ողջունել բոլոր այն քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, որոնք այս 3-4 օրերի ընթացքում իրենց բողոքի ձայն են բարձրացնում, օգտվելով այն առիթից, որ եվրոպական ղեկավարությունն է այստեղ։ Դուք ձեր հարցը սկսեցիք գեղեցիկ ձևակերպամբ, այո, նախկինում պետականության խորհրդանիշ հանդիսացող այս շենքի վրա կախված է նախկինում պետականության խորհրդանիշ հանդիսացող Միառագույնը եւ Եվրոմիության դրոշը։ Տեսարանը ինքնին լավն է, վատն է այն մարդը, ով ներկայացնում է Հայաստանը, ով հասցրել է մեզ այն վիճակի, որ եւ շենքը, եւ դրոշը, եւ պետական մյուս ատրիբուտները կորցրել են իրենց երբեմնի իմաստը, պետականության եւ ինքնիշխանության իմաստ։ Եվ վատ է, որ այս գագաթնաժողովը կազմակերպվել է որպես Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մաս։ Դուք մեջբերեցիք որոշ ելույթներից հատվածներ երեք, ես ավելի բաց եմ թեման, երեկվա նիստին Ալիևի խորհրդանքներին ի պատասխան, որոնք հնչել էին թե Հայաստանի, թե եվրոպացիների հասցեին, պատասխանեց եվրոպացիների մասով միայն Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեծոլան։ Պարզվեց Մեծոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած էր այնտեղ եւ պու անգամ չհանեց ի պաշտպանություն հայկականության եւ հայության։ Սա ֆիքսենք որպես փաստ, ցավալի փաստ է, բայց որքան էլ քննադատում ենք նաեւ եվրոպական ղեկավարներին իրենց երկդիմի պահվածքի համար, երեք տեսանք, որ երբ պահը հասնում են իրենց շահերին, իրենք լավ էլ կարողանում են արտահերթ ելույթներ ունենալ եւ պաշտպանել իրենց շահը։ Մեր շահը պաշտպանող չկա։ Ցավում եմ նորից կրկնեմ, որ այս միջոցառումները դարձել են Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մաս, ինչը նաեւ ստացել է շատ գեղեցկական բնույթ։ Գիտեք, տպավորություն է այս ԿՊ-ական վերնախավի եւ իրենց քարոզչական ապարատի աշխատանքից, որ թողնել են ինձ աֆրիկացիները, որ սպիտակ տերերը եկել են երրորդ աշխարհի երկիր եւ այդ հուլունգների դիմաց, այսպես ասած, աբորիգեն հայերը երկու պար են անում այդ սպիտակ տերերի մոտ, խոնարհվելով, ծալվելով, ծալապատվելով, արժանապատվություն չկա եւ չէր կարող լինել, որովհետեւ Նիկոլը այն մարդը չի, որ ունի արժանապատվություն մեկ եւ երկրորդը կարիք ունի այդ սպիտակ տերերի, այսպես կոչված, որոնց գործունեությունից է կախված, որոնց աջակցությունից է կախված ըստ իրեն իր իսկ քաղաքական իշխանության վերարտադրությունը։ Այսօր մենք այստեղ ենք ի շարունակությունը մեր բողոքի ցույցերի, ինչպես տեսնում եք, հսկայական քանակի ոստիկաններ են, անգամ ԱՄՆ փոխնախագահացի ժամանակ այսքան ոստիկան չկար, դուք պուրակում շրջել եք, թե չէ, ես չեմ ուզենա, ձեր հումորը հասկացա, գնահատում եմ, բայց չեմ ուզենա այդ ուղղությամբ տանել թեման, ցավում եմ, որ մեր ոստիկանությունը հերթական անգամ խաղալիք է դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքերում, ոչ միայն ոստիկանությունը։ Անվտանգություն եք ապահովում։ Ես նորից ասացի, այդպես էլ չհասկացանք երեք, թե մենք մեր ակվարիումով եւ պլակատներով ԵՄ ղեկավարների անվտանգության որ մասին էինք խանգարելու եւ ակնհայտ էր, որ երեկվա ակցիայի, այսպես ասած, դեմ իրենց գործողությունները նպատակ ունեին լռեցնել մեր ձայնը։ Ձայնը չի լռել եւ չի լռելու։ Մենք եւ երեկվա եւ նախորդ նյութերի եւ այսօրվա հետ կապված մեր եվրոպացի գործընկերներին լրատվական միջոցներին տեղեկացրել ենք եւ տեղեկացնելու ենք նաեւ ապագա հետ կապված։ Ինչ սպասելիքներ կարելի է ունենալ բուն ԵՄ Հայաստան գագաթնաժողովից։ Արդեն ասացի, քանի որ ներածական քայլերը շատ պարզ են, բարձրաձայնել ճշմարտության ձայնը։ Մենք եկել ենք մեր պաստառներով, մեր լոզունգներով, մեր ասելիքով, մեր քաղբանտարկյանների նկարներով, Եվրոպայի երկդիմի այսօրվա կեցվածքը բնորոշ նաև ձևակերպումներով, Եվրոպական միության եւ Հայաստանի հարաբերությունները առ այսօր խարսխված են
Սերժ Սարգսյանի օրոք եւ շնորհիվ ստորագրված սեպայի վրա, ցավում եմ, որ նրանք ստացել են այսպիսի այլասերված բնույթ, որտեղ որ Հայաստանը չի այտապնդում սեփական շահը, այն անելիքները, որ այսօր իրանք կփորձեն մատնանշել ըստ մամուլում եղած արդեն այսպես ասած որոշակի արտահոսքերի որևէ լուրջ հեռանկար չեն պարունակում, բայց այդ մասով ես իհարկե կհամբերեմ, որ լինի վերջնական փաստաթուղթը եւ փաստաթղթի շուրջ խոսենք, թե ինչ փուլում է օրինակ վիզաների ազատականացումը, ինչ փուլում է օրինակ արդեն 2021 թվականից խոստացված եւ 5 տարվա մեջ այդպես էլ տեղ չասած սկզբից 2 միլիարդ 600 միլիոն եվրո աջակցությունը, որը հետո դառավ 2 միլիարդ 500 միլիոն աջակցություն, այսինքն հասկանանք Գյուլնաստատի հեքիաթների որ հատորն են այսօր պատմելու մեզ եվրոպական բարսայիչյան։ Բայց միևնույն ժամանակ պարոն Աշոտյան, կներեք, տեսեք, եւ ակցիա եք պատրաստում, որ ականջալուր լինի մեր ձայնին, ձեր ձայնին։ Եվ միևնույն ժամանակ հույս չունեք, որ կլինի։ Այսինքն չեք հավատում նրան, որ իրենց շահերից դուրս որևէ։ Չգիտեմ մեր խոսքից որտեղ այդպեսի եզրակացություն է կան, երկուսն էլ դուք նշեցիք։ Ես երկուսն էլ շատ փոխկապակցված բաներ եմ, որովհետեւ կներեք ակցիայով կապված իմ արդեն զանգում, որովհետեւ այն ինչ որ այսօր կատարվում է Հայաստանում, պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանը ղեկավարում է տվյալ անձը։ Եվրոպական ղեկավարները չեն կարող լինել լավը եւ վատը հայերի համար։ Նրանք լավն են իրենց երկրների, իրենց ժողովուրդների համար եւ Մեծոլայի երեկվա օրինակ հենց դրա մասին էր, թե ինչ է նշանակում ինքնիշխանություն հարգող սեփական ինստիտուցիան միավորումը, որը դու ներկայացնում ես, հարգող դրա շահերը պաշտպանող ղեկավարություն։ Սա է խնդիրը։ Եվրոպացիները կներեք երկար ժամանակ շատ լավ եւ արդյունավետ աշխատել են Հայաստանի հետ, Եվրոպական պարլամենտը բազմիցս ընդունել է հայանպաստ ռեզոլյուցիաներ, խոսքը վերաբերում է եւ Հայոց ցեղասպանության եւ Արցախի խնդրի հետ կապված, Եվրոպական պարլամենտի վերջի բանաձևն էլ Հայաստանի հետ կապված, իհարկե ակնհայտ պրոնիկոլական բանաձև էր, Նիկոլին աջակցելու որևէ քննադատական խոսք չասելու, ընդամենը մի ձևակերպում կար, որ կոչ են անում իշխանություններին զերծ մնալ վարչական ռեսուրսի օգտագործումից, այսինքն ծիծաղելի բաներ էլ այդքան բան է կատարվում մեր երկրում, չէ, լավ է որ վարչական ռեսուրս չօգտագործեն, վատը որ այսքան խնդրի մեջ միայն դա էին նկատել։ Եվրոպացիները առաջ են բրդելու սեփական շահը։ Եվ պատահական չէ, Բորելի, հիշում եք Ժոզեֆ Բորելի միջև Կայա Կալասը, պաշտոնավարող եվրոազնկատարի հայտարարությունը, որ Նիկոլը առաջի ղեկավարն էր, որ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, եւ սա շատ հստակ ուժը փաստ է։ Սա նույն Եվրամիությունն է, ուզում եմ հիշեցնել ձեզ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո 2020 թվականին ընդունեց օֆիցիալ մոտեցում Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված, որտեղ ասում էր, որ կարգավիճակի հարցը Արցախը լուծված չէ, երբ որ մեզ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ իր հատուկ հանձնարարություններով դեսպանները եւ այլն բարբաջում էին 21-22 թվականներին, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշածողը եւ ամեն ինչ լավ կլինի եւ այլն, հիշեցնեմ, որ այդ նույն միջազգային հանրության ներկայացուցիչ Եվրոպական միությունը պաշտոնական տեսակետ էր հայտնել, որ Արցախի հարցը լուծված չէ եւ կա կարգավիճակի հարց։ Նույն Ռուսաստանի Դաշնության կարգավորման տարբերակում գրված էր, որ կարգավիճակի հարցը պետք է հետաձգել։ Այսինքն ակնհայտ է, որ միջազգային հանրության մեջ կար հնարավորություն նորմալ պետականակենտրոն ինքնիշխան հայամետ ղեկավար ունենալու պարագայում ոչ միայն Հայաստանի հարցերը այսօրվա, այլ Արցախի հարցը պահել քաղաքական ուշադրության կենտրոնում, թույլ չտալ հայաթափում առնվազն, թույլ չտալ արցախցիների բազում իրավունքների ոտնահարում։ Սա ակնհայտ իրողություն է։ Կարող ենք եւ պետք է քննադատենք եվրոպացիներին սուտ նրա համար, որ իրանց խոսքն ու գործը, ինչպես կասեին մեր քաղաքական գործիչներից ոմանք, իրար չի բռնում։ Մենք կարող ենք ու պետք է քննադատենք եվրոպացիներին, որ շատ լավ իմանալով ինչ է կատարվում մեր երկրում, լռում են ժողովրդավարական հետընթացի մասին։ Բայց այս գեղեցկական տոնի վերածված գագաթնաժողովը, հատած ոնց որ կներեք բառիս համար, չնեղանան գյուղացի հայրենակիցները, այտենց գյուղի կլուբի հարսանիք էլի, այտենց այսպիսի վիճակ է։ Հիշացնեմ, որ այստեղ որևէ արտառոց բան չկա։ Մի տարի առաջ նմանատիպ հավաք ոչ ԵՄ անդամ երկրում Ալբանիայում էր, Տիրանայում, դրա նախորդ տարին Մոլդավիայում էր, հիմա հենց են ուրախանում, ոնց որ Հայաստանը, իհարկե իրանք Հայաստանի վարկը շատ են գցել,
բայց միթե մենք Մոլդավիայի կամ Ալբանիայի նման էլ չկայինք, որ մեր մոտ գագաթնաժողով անեն, իհարկե կանք, ավելին ասեմ, 28 թվականին էլ Ադրբեջանում է, ու ինչ, այսինքն դա տեխնիկական հարց է, տարին 2 անգամ անում են, մի հատ եվրոպական երկրում, մի հատ ԵՄ անդամ երկրում, մի հատ ոչ ԵՄ անդամ երկրում, այսինքն սրա ամբողջ չեպեն նրա մեջ է, որ եկել են ընտրություններին ընդառաջ եւ դարձել են Նիկոլի քարոզչության գործիքը, շատ լավ հասկանալով թե ինչ են անում, մեր ձայնը տեղ հասնելու է, ես դες հավաստիացնում եմ, եւ այդտեղ հասնել է ինչի, որ հիմա Ուրսուլա վան դեր Լեյենը կզարթնի խղճի խայթից եւ ինչ որ մի բան կանի ասի։ Ուրսուլա վան դեր Լեյենին այնքան են քննադատում Եվրոպական միության ներսում եւ նրա խիղճը այդպես էլ չի արթնանում, որ դժվար թե հայերի դժգոհությունից նրա մեջ արթնանա այդ վաղուց չօգտագործված մարդկային զգացմունքը։ Պարոն Աշոտյան, երկու օր է տեսնենք հանրապետականը, բավականին ակտիվ փորձում է իր բողոքի ձայնը, դժգոհությունը բարձրացնել, մեր Բաքվում պահում մեր հայրենակիցների վերաբերյալ հարցը բարձրացնել, այսպիսի ակտիվություն չենք զգում ընդդիմադիր մյուս ուժերի կողմից։ Ինչ են անտարբեր են, ինչ են, որն է ձեր գնահատականը։ Ես ասեմ, որ երեկոյան կարողացա հետևել ընդդիմադիր մյուս ուժերի ակցիաներին, ասեմ, որ շնորհակալ եմ բոլորին մեր հայրենակիցներին, անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից, տարբերություններից, որոնք երեք մեծ ու փոքր, միջին, հնչեղ եւ պակաս հնչեղ, բայց այնուհանդերձ ակցիաներ են արել եւ դա շատ կարեւոր էր։ Ես չեմ ուզում մտնել այդ դաշտ, թե ինչու ակնկալածից ավելի քիչ էր, այդ հանրային աղմուկը։ Նախ չեմ համարում, որ այս փուլում մենք կարող ենք եզրակացություն անել քիչ էր թե շատ էր։ Երկրորդը այս հարցում Սերժ Սարգսյանը բարձրաձայնել է մեր համագումարին որպես ընդդիմության համար միասնական ծրագրի առաջարկ հանրապետականի կողմից մեր ակտիվությունը պատահական չի, մենք այս մի ամիս ամսուկեսա սրանով ենք ապրում, աշխատում, պատրաստվում, նամակներ գրում, այլ քաղաքական ուժեր նույնպես դա անում են, համարժեք է սպասումներ ինձ հետ չեմ կարող ասել, չեմ ուզում այսօրվա իմ այստեղ գտնվելու նպատակը նախ եւ առաջ քաղաքացիական է, ես որպես հայ եմ, այստեղ որպես քաղաքացի եւ հետո նոր որպես հանրապետական։ Վստահ եմ, որ մեր գործընկերները, օրինակ Հայդատի մեր գործընկերները շատ լավ աշխատանք են տարել նամակով, բանով եւ այլն, եվրոպացիները հանուն Արցախի շրջանակներում եւ այլն։ Այսինքն բոլորը իրենց ուժերի ներածին չափով գործողություններ արել են, անում են, լավ կլիներ ավելի շատ լինեին, բայց դե ունենք այն ինչ որ ունենք։ Այսքանն էլ կա, այսքանն էլ է հերիք։ Ձայնը բարձրացնել, այստեղ փաստորեն չթողեցին մայրցան կամ կանգնել։ Ես չթողեցին այստեղ այգում անել, դե հիշում եք Վենսի ժամանակ էլ այգում էին կարել, բայց Վենսը երբ որ կորտեժը մոտենում էր իջնում էր մեքենայից, ես հետո ձայնագրություններ, տեսագրությունները լսեցի, մեր ձայնը լավ էլ տեղ էր ասել եւ կներեք բառից համար մի քիչ հարամ էր արել այդ կեղծ արարողակարգային տոնականությունը։ Դուք ասում եք գեղի կլուբ, բայց երեք կլուբի այցելուները ասացին, այն նախկինում սենց բան հնարավոր չէր, ով կգա։ Ես երեք արտահայտեցի իմ զարմանքը մեղմ ասած, որովհետև դա կարող էր ասել օրինակ Ֆինլանդիայի վարչապետը, դա կարող էր ասել Լիխտենշտեյնի վարչապետը, Ֆրանսիայի նախագահում բոլոր նախորդ գործընկերները եղել են Հայաստանում եւ անգամ լուսանկարներ երեք հրապարակեցի Ժակ Շիրակի, Ֆրանսուଆ Օլանդի եւ Նիկոլա Սարկոզի մասնակցել։ Նման զավեշ տալիս ստացելու իրավունք չուներ երևի։ Ես չեմ զարմանում, որ Մակրոնի վարկանիշը իր իսկ երկրում 17% է եւ մրցում է Նիկոլի վարկանիշի հետ։ Կարճատև ամնեզիայի պատճառը ո՞րն է եղել։ Կարճատև ամնեզիայի պատճառը։ Ամնեզիա չէ, դա ակնհայտ ցինիկություն է, հիպոկրիսի է։ Նախընտրական հաջողանալ Նիկոլին օգնել Տարիրյան տարբեր, այսպես ասած, մեսիջներ, որոնք այլա կտրտել, շահարկել, գովազդել, ներկայացնել, որ իրանց երկրի շահերն են հետապնդում։ Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու իմաստը։ Շատ պարզ, Նիկոլ Փաշինյանը սպասարկում է արտասահմանյան շահ, ավելի ճիշտ սպասարկում է դրսի գեոպոլիտիկ շահ եւ չի սպասարկում հայկական շահ։ Բոլորը երեք խոսում էին այն մասին, թե Հարավային Կովկասը ինչ միջանցքային կարեւորություն ունի, էներգառեսուրսների, այսպես կոչված connectivity եւ այլն, տարբեր ուղղություններով, այդ թվում թվային խնդիրներով, այդ թվում Միջին Ասիան Եվրոպական միությանը կապելու, իհարկե ոմանք նաեւ Չինաստանն են ասում, ինչին ես չեմ հավատում։ Ինչևէ, ակնհայտ է, որ Նիկոլը
Մեր շահերը պետք է ներդներ այդ ամբողջ գլոբալ նախագծերի մեջ, ինչը չի արվել։ Դա բացահայտ է, չէ՞, որ այդպիսի պրո-հայկական որևէ բան մենք չունենք։ Հա դրոններ են թռցնում, որ են գրում են եսին welcome to Armenia, քուճուրիկ գաղտնիք բացում դες, էլի։ Երկու այդ դրոնները ես գիտեմ ով են բերում Միչելյան։ Եվ դեռևս 2017 թվականի պարլամենտական ընտրություններին մեզ այդ կազմակերպությունը 17 թվականին, տես 9 տարի առաջ։ 9 տարի առաջ մեզ այդ կազմակերպությունը առաջարկել է այդ ծառայությունը։ Հաշվեցինք, տեսանք շատ թանկ է։ Ու չարեցինք դա։ Այն ինչ որ մենք 9 տարի առաջ գիտեինք, 9 տարի հետո մատուցել որպես, գիտես, ոնց որ iPhone 17-ն է, հա հիմա վերջինը, գլուխ գովաս iPhone 8-ով, էլի, այսինքն այդտեղ էլ է սաղ, այսինքն մենք տեսել ենք եւ չենք գայթակղվել, ինչպես կասել գալուց դա, սակայն։ Վերջին հարցը ես միանամ իմ թիմակիցներին, հասկանանք ոնց են։ Մեդիա դաշտում նաեւ շատ այսպես գրվեց Զելենսկի այցի մասին, չգիտեմ դուք մեկնաբանել եք այս հարցը թե չէ, տարբեր տարածային կարծիքներ հնչեցին, ինչպես եք դուք գնահատում, հա, ընդհանրապես Տեսեք, կատարվում է այն ինչի մասին մենք խոսում ենք դեռևս 18 թվականի մայիսի 8-ից։ Նիկոլ Փաշինյանի Աքիլեսյան գարշապարը, երբ որ առաջի պահից նա դարձավ վարչապետ, անվտանգություններ, արտաքին քաղաքականությունը, գեոպոլիտիկան այս բլոկներ։ Ինքը իր պաշտոնավարման ամեն տարվա ընթացքում դա ապացուցեց։ Հայաստանը դարձնելով գեոպոլիտիկ բախման թատերաբեմ։ Եվ սա է ամենամեծ չեպեն, այսինքն Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման գործընթացի խաղի մեջ, դարձնելով մեզ ոչ թե պրիֆրանտավոյ, այսպես ասած, գոտի ինչպես կար, այնպես չի Հայաստանը Շվեյցարիայում գտնվել։ Հայաստանը մշտապես գտնվել է գեոպոլիտիկ անցուդարձի ռեգիոնալ հարևանությամբ, բայց երբեք չի ներմուծել գեոպոլիտիկ կոնֆլիկտներ։ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար ներմուծում է Հայաստան գեոպոլիտիկ կոնֆլիկտներ եւ սա ամենամեծ խնդիրն է։ Ձեր մատնանշած դեպքը դրա մի մասն է, այս վերջին արտահայտումն է, հա, եւ ինձ ուրախություն չեն պատճառում երկու կողմերի սուր եւ ռազմատենչ եւ խրոխտ հայտարարությունները, որտեղ երկուսի կիզակետում էլ Հայաստանն է, երկու դեպքում էլ վատ է։ Մեզ համար վատ է, ել չեմ ասում, այո, այդ հարցը տրամաբանական է, Հայաստանը ամենայն դեպս ֆորմալ առումով, դեռևս ֆորմալ առումով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Մեր օպոնենտները սովորաբար ասում են, բայց տեսեք, Զելենսկին Ադրբեջանն էլ գտած։ Իսկ ինչու Ադրբեջանի գլխին մուտակեցին, բայց մեր Ադրբեջանի նախագահը ցավոք սրտի արդեն այնքան կա, որ կարա Երևանի կազմակերպած գագաթաժողովում վիդեոկապով մատ թափտավրեկները դրանցից ոչ մեկ ծպտուն չհանի։ մեկը հանեց։ Մեծոլան հանեց, դա Հայաստանի մասին չէր, դա Եվրոպայի մասին էր, դրա մասին խոսել ենք հարցազրույցի ամենասկզբում։ Շնորհակալ եմ, ազատություն բոլոր քաղաքականներին։